Մենք անգլերեն լեզվով թարգմանած նյութերը անընդհատ տարածում ենք։ Այսինքն այդ նկարները, այդ ամեն ինչ որ տեղի ա ունեցել, դրանք արդեն massայաբար տարածված են եւ միջազգային մամուլում կան, այո, եւ դրանք արդեն դարձել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների մի մասը։ Այդ շատ կարևոր հանգամանք է։ Պատերազմի առումով, պատերազմի զինվորական գործի առումով բնականաբար հույսը միայն մեզ վրա է, մեր զինվորի, մեր սպաների, մեր բանակի։ Ինչ վերաբերում է դիվանագիտությանը եւ քաղաքականությանը, ապա սրանք նույնպես պատերազմական ճակատներ են, եւ մենք հիմա դիվանագիտական եւ քաղաքական տարբեր հարթակներում պետք է կարողանանք այնպես անել, որ նախ առաջինը հավասարության նշան չդրվի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, որովհետեւ հարցակվողը, նախահարցակ լինողը Ադրբեջանն է եւ պետք է համապատասխան գնահատական տրվի, թիրախավորվի Ադրբեջանի գործողությունները եւ ոչ թե ընդհանրական բնույթի գնահատականներ, որ կոչ են անում զսպվածության, կրակը դադարեցրեք եւ այլն եւ այլն։ Սա առաջինը։ Երկրորդը, որ մենք պետք է կարողանանք միջազգային մակարդակում արձանագրենք բոլորի համար, որ Ադրբեջանի իշխանությունների իրականացրած զանգվածային մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ աչք է փակվել երկար տարիներ։ Երբ որ մարդու իրավունքները որպես ոչ թե ներքին խնդիր, այլ ընդհանուր բոլորի խնդիրը աչք ես փակում, չես արձագանքում, ապա այդ խնդիրը դառնում է տարածաշրջանի խնդրեմը։ Հիշեք, երբ որ Հիտլերը իր տարածքում զանգվածային մարդու իրավունքների ոտնահարումներ թույլ տալիս, միջազգային հանրությունը այն ժամանակ չէր կարող միջամտել, որովհետև յուրաքանչյուր պետության ներքին գործն էր դա։ Երկրորդ համաշխարհայինից հետո մարդու իրավունքները դարձել է բոլորի գործը, միջազգային հանրության գործը։ Երբ որ աչք է փակվել դրա նկատմամբ, հիմա այդ իշխանությունը, Ալիևյան ռեժիմը դարձել է խնդրեմ տարածաշրջանի համար։ Նա արդեն հարձակվում է հարևան երկրների վրա եւ իր կൂട്ടակած նավթադոլարներով գնված զենքը, ատելության քարոզչությունը, այդ ամեն ինչը իր արդյունքը այսօր սկսել է տալ։ Բնականաբար բացասական արդյունքը, որին որ մենք պատշաճ պատասխան ենք տալիս, բայց մյուս կողմից միջազգային մեր գործընկերներից սպասում ենք թիրախային արձագանքներ, նաև սանկցիաների կիրառում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, ինչի հետ կապված երեք մենք կուսակցությունով հայտարարություն ենք ընդունել եւ տարածել եւ դիմել միջազգային տարբեր հարթակների, որ թիրախային սանկցիաներ կիրառվեն եւ Ադրբեջանի իշխանությունները իրենց կաշի վրա զգան իրենց իրականացրածը։ Մինչև հիմա անատամ հայտարարություններ էին հնչում, այսօր Վիեննայի հանդիպումից ինչ ակնկալիքներ կան, հերթական անատամ հայտարարություն, թե կոնկրետ Երեք Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո իրավիճակը։ Գիտեք, ես չեմ բացառում, որ անատամ հայտարարությունները կարող են այսօր վերածվել թիրախային հայտարարությունների, ինչու որովհետև նախագահի հանդիպումը ԵԱԿ դեսպանների հետ նպատակ ուներ նշված երկրների մայրաքաղաքներ հղել հստակ ուղերձ, առայն թե ինչ է տեղի ունենում եւ ինչու չպետք է հավասարության նշան դնել։ Այս առումով ես հույս ունեմ, որ այսօր ավելի թիրախային մոտեցումներ կլինեն, ինչը կարող է իրականում Ադրբեջանին զսպել։ Սա շատ կարևոր է։ Սահմաններից դուրս է եկել այսօր արդեն Կոթի, Բերթավան։ Գիտեմ, այո։ Ստացվում է, որ նաև Հայաստանի սահմաններն են վտանգ։ Գիտեք, մենք սպասում էինք դրան, այսինքն նաև ինչու՞ չէ զարմացած էինք, որ Հայաստանի այն տարածքներում, որտեղ մշտապես անհանգիստ է եղել եւ կրակել են, անցած երկու օրերին հանգիստ էր եւ պարզել, որ ինչ որ մի պահի կարող է այստեղ էլ լարվել, բնականաբար մեր դիրքերը առաջին կարգի մարտական աստիճանի են բերված եւ սպասում էին դրան։ Այն որ դա պետք է լիներ, պետք է ուղղակի դրան պատրաստ լինել եւ նաեւ դրա հետ կապված համապատասխան պատասխան տալ այստեղ արդեն Հայաստանի կողմից, նաեւ արձանագրել, որ Ադրբեջանը նաեւ կրակ է բացել հայկական խաղաղ բնակչության խաղաղ գյուղերի վրա, այսինքն Հայաստանի Հանրապետության, որտեղ մի կողմից Լեռնային Ղարաբաղին եւ Ադրբեջանին է կոչը ում, որ հանդարտ լինեն, դադարեցնեն կրակը եւ այլն զսպվածության, բայց հիմա արդեն Հայաստանի գյուղերի վրա են կրակում։ Այսինքն ագրեսորը իր գործողությունները տարածում է տարբեր մեր սահմանների ուղղություններով։ Զինատեսակները գնալով ավելանում են, այսօր իմացանք, որ նաև սմերջ են օգտագործել։ Ինչ է կարծում, որքանով երկարատև կլինի այս պատերազմը եւ ինչը կարող է սանձազերծել Ադրբեջանի նման արկածախնդրությունը։ Գիտեք, ես հույս ունեմ, որ երկարատև չի կարող լինել եւ այն լայնամասշտաբ պատերազմի չի վերածվի, որովհետև ըստ էության Ադրբեջանին էլ ձեռնտու չէ նման պատերազմի մեջ ներքաշվելը, նրանք փորձել են փոքր կարճատև պատերազմական հաղթանակ ձեռք բերել, ինչը չի ստացվել։ Եվ այս առումով ամեն օր ճիշտ է նոր
զենքեր են կիրառում, դուք գիտեք, որ միլիարդավոր դոլարների զենքեր էին գնել եւ հիմա դրանք հերթով կիրառում են, այսպես ասած, հետախուզական բնույթի փորձում են հասկանալ, թե որը ինչպես է աշխատում։ Եվ նաեւ մենք տվյալներ ունենք, որ նրանք անգամ այդ գնված զենքը չեն կարողանում ամբողջական արդյունավետ ձևով կիրառել։ Սա նրանով կարող է մեզ համար վատ լինել, որ նրանք հետևություններ անեն, հա, հետախուզական էս հարձակումների, զենքերի կիրառման արդյունքում, հա, հետագայում ավելի արդյունավետ կիրառելու առումով։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ մենք պետք է պահանջ եղենք Ռուսաստանի Դաշնությանը, որ մինչ օրս, որքան որ զենք է վաճառվել, մնացյալ պարտավորությունները Ռուսաստանի Դաշնությունը չկատարի Ադրբեջանի նկատմամբ, դադարեցնի մնացյալ զենքի մատակարարումը եւ նաեւ դադարեցնի նշված վաճառված զենքերի հետ կապված սպասարկումը, ասելով որ մենք հույս ունենք, որ դա չի կիրառվելու Հայաստանի Հանրապետության դեմ, չնայած դա միամտություն է, բայց քանի որ իրենք են հայտարարել, որ դա չի կիրառվելու ձեր դեմ, մենք վերահսկում ենք եւ այլն, հիմա արձանագրվել է, որ կիրառվում է եւ դուք չեք կարողանում վերահսկել, հետեւաբար պետք է դադարեցնել ռազմական համագործակցության այդ պայմանագիրը եւ նաեւ դադարեցնել վաճառված զենքի ապագա սպասարկումն ու դրա հետ կապված տեխնիկական անսարքությունների հետ կապված սպասարկումը, որտեղ պայմանագիրը նաեւ սա է ենթադրում։